կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հենց չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է նշանակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդկա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդկա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռներակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեզ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրողն է։ Ու մարդիկ սենց սովորական բան են անում, հա, տենց ապրում են իրանց համար, հա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, հա, իրանց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դեմ, եկեղեցին բոսյակն է եկեղեցին, բոսյակը եկեղեցին է, սեռական մոլագարը եկեղեցին է, գանձագողը եկեղեցին է, KGB-ի գործակալը եկեղեցին է, լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Եթե նույնիսկ մենակ մնամ, ես պրոբլեմ չունեմ։ Պետք է ամեն մեկը որոշում կայացնի, լավ, ես ինչ ձև է, ես ինչ ձև է ընդհանրապես։ Ու բարոյական քարոզներ են կարդում, բաներ են անում։ Ինչ իրավունք ունեն դրանք ընդհանրապես այդ սրբությունների հետ հաղորդակցվելու։ Ինչ իրավունք ունեն այդ մարդիկ։ Ովքեր են այդ մարդիկ։ Արձագանքելա։ Հիմա հարությունը պետք է արձագանքի, ոչ թե պատգամավորը։